Սիրելիներ, մենք շարունակում ենք քարոզաշարքը առակների, Հիսուսի պատմած առակների մասին եւ քարոզաշարքում Ղուկասի առակների մասին մտածելիս եւ Ղուկասի պատմած առակները, Ղուկասի ավետարանում ներկայացված առակները դիտարկելիս աղոթքի մասին հետաքրքիր շարքի մեջ ենք։ Հիշում եք, որ նախորդ կիրակի երկար եւ անդադար աղոթող կնոջ պատկերն էր մեր առջև եւ անիրավ դատավորի եւ այս ամենով Տերը մեզ սովորեցնում էր, որ իրեն վստահելը հատուկ սրտի դիրք է, իր հետ քայլելը եւ իրեն նայելը հատուկ սրտի դիրք է, բայց այս առակը Հիսուս ավարտում է մի հարցով. երբ վերադառնա, արդյոք փրկող հավատք կգտնի երկրի վրա։ Արդյոք փրկող, արդյոք իրական, արդյոք միայն Աստծո շնորհին նայող, Աստծո շնորհով ապրող հավատք կգտնի։ Այս հարցով շարունակենք հաջորդ առակը նայել, բայց մինչ այդ աղաչում եւ խնդրում եմ, որ բոլորս աղոթքով մեր սրտերը պատրաստենք Աստծո խոսքը լսելու եւ Աստծո խոսքը ընթերցելիս նաեւ ոտքի կանգնելու։ Եկեք աղոթենք մի վայրկյան։ Մեր փառավոր Տեր Աստված, մեր ողորմած Աստված, խնդրում ենք, որ մեզ հատուկ կերպով պատրաստես ճշմարտություններդ ընդունելու, պատրաստես լսելու քեզ, պատրաստես խոնարհվելու քո առջև, առիթ տաս Սուրբ Հոգի Աստված, որ քո հանդիմանությունը, քո շտկելը, քո մխիթարությունը մեր համար օրհնություն դառնան եւ մեզ զորացնես ճշմարտությունը խոսելու։ Թույլ տուր Տեր, որ վերնիս խոսքերն ու սրտիս խորհուրդները քո առջև ընդունելի լինեն, ով Տեր, ով Աստվածի։ Ամեն։ Ուրեմն Ղուկաս 18-րդ գլուխ 9-ից 14 համարները, որպես հարգանք Աստծո խոսքի վրա կարելի է ոտ մնալ այս ընթացքում։ Ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են եւ ուրիշներին արհամարում էին, այս առակն ասաց. երկու մարդ տաճար ելան աղոթելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս աղոթքն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ, ինչպես հափշտակողները, անիրավները, շնացողները եւ կամ ինչպես այս մաքսավորը։ Շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում եւ 10-րդ եմ տալիս այն ամենից, ինչ ունեմ։ Իսկ մաքսավորը հեռու կանգնած չէր էլ կամենում աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր իր կուրծքը եւ ասում. Ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն, որովհետև ամեն ոք, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։ Ամեն Աստծո խոսքին։ Եկեք նստենք։ Ում էր ուղված։ Հետաքրքիր է, որ այս առակը դեռ չսկսած արդեն նկարագրված է նպատակը, լսարանը, շատ հետաքրքիր է, որ սահմաններ է դրված, բայց շատ լայն սահման է դրված։ Բոլոր նրանց, ոմանք էլ, որոնք համոզված էին, կան մեր մեջ մարդիկ, որոնք համոզված են, որ արդար են։ Հակառակն է խնդիր, երբ որ մենք փրկության վստահություն չունենք, մենք շատ հաճախ խոսում ենք սրա մասին, որքան կարևոր է վստահ լինել։ Խնդիրը այստեղ հստակ ուղղորդում ունի, թե որտեղից է բխում այդ վստահությունը եւ դեպի ուր է ուղղված։ Եվ Հիսուս սկսում է պատմել առակ պատասխանելով եւ անցնելով այն հարցից այն կողմ, եւ որ այրի կնոջ այդ երկար աղոթող եւ վստահությամբ աղոթող կնոջ առակին շարունակությամբ նկարագրեց ասելով. արդյոք հավատք կգտնի։ Գիտեք, այս արդարության հարցը շատ կարևոր է, թե ով է արդարացված Աստծո առջև եւ ինչպես վստահ լինել։ Արդյոք կարող ենք վստահ լինել եւ արդյոք դա իսկապես խնդիր է, երբ մենք վստահ ենք, թե արդարացած ենք, որովհետեւ Հիսուս մի լայն լսարան է բացում եւ հոգեվոր լսարան է բացում։ Սա եկեղեցու հավատացյալների
Աստծուն ճանաչողներին ուղղված խոսք է, որովհետև ով որ չի ճանաչում Աստծուն, ընդհանրապես այս վստահության մասին խոսք չունի։ Ասում է ոմանք էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են եւ ուրիշներին արհամարում էին, այս առակն ասած։ Շատ լայն եւ հոգեվոր լսարանին ուղղված առակ է սա։ Շատ դիպուկ բառերը ընտրված առակ է սա։ Հին կտակարանում Հոբի գրքում այս արդարության հարց ու պատասխանը շատ հաճախ կա եւ Հոբի բառերում կա։ Հոբ 9-րդ գլխում 2-րդ համարում ասում է. գիտեմ, որ իրոք այդպես է, մարդուս Աստծո առաջ ինչպես կարդարանա։ Մարդը Աստծո առաջ ինչպես կարդարանա։ Հարց է սա, որ Հոբն է տալիս, որը արդար էր։ Աստված 3 անգամ ասում է. տեսար իմ արդար զավակին Հոբին, բայց Հոբը ինքը գիտակցում է, որ մարդը չի կարողանա արդարանալ Աստծո առջև, ինչ էլ որ անի։ Հոբ 25-րդ գլխում 4-րդ համարում ասում է. Աստծո առաջ մարդը ինչպես կարդարանա կամ կնոջից ծնվածը ինչպես մաքուր կլինի։ Այս հարցը շարունակաբար կա Հոբի մտքում, Հոբի աստվածաբանության մեջ, իր մտածելակերպում, իր զրույցներում, ինչ վիճակում, որ ինքը հայտնվել է, ինքը նորից այդ բախումն ունի, գիտակցում է, որ իր ապրած կյանքը չի, որ իրեն պետք է արդարացնի, ու այլ երևույթներ կան։ Լեռան քարոզում Հիսուս սրա մասին խոսում է յուրօրինակ կերպով, 5-րդ գլուխ 20-րդ համարում Մատթեոս ավետարան ասում է. ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը չլինի ավելի քան դպիրներին ու փարիսեցիներին, երկնքի արքայությունը չեք մտնի։ Ինչ չափանիշ է դնում Հիսուս։ Ասում է, եթե ձեր արդարությունը ավելին չլինի, քան դպիրներինը եւ փարիսեցիներինը, իսկ մենք գիտենք, թե ինչպիսի արդարության չափանիշի էին իրենք ձգտում, չեք մտնի։ Ուրեմն մի չափանիշ է դրված, որ մարդկայնորեն լրիվ անհնարին չափանիշ է արդար լինելու։ Առակացում 16-րդ գլուխ 2-րդ համար եւ 5-րդ համար մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքերին, բայց Տերն է հոգիները կշռոքը։ 5-րդ համար Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները, նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։ Երբ որ արդարության մասին ենք մտածում եւ խոսում, երբ որ մեր չափանիշով ենք նայում սրան, տեսնում ենք, որ այո, մեր աչքին մենք կարող է շատ էլ լավ ու արդարը թվանք, բայց Տերը իր չափանիշն է սահմանել արդարության։ Սա Հիսուսի արդարության չափանիշն է, ոչ թե մարդկային արդարության չափանիշը։ Ուրեմն Հիսուս այս խնդիրը ներկայացնելիս մեզ մի առակ է պատվում եւ գիտենք, որ առակները երկնային պատմություններ են երկրի իրավիճակը մեզ երկնայինի մասին պարզ պատմելու համար։ Եվ այս առակով մի բախում է բերում մեր առջև։ Ասում է, երկու մարդ տաճար էին ելնում։ Երուսաղեմը արդեն բարձունքի վրա էր, բայց Երուսաղեմի տաճարը ավելի բարձունքի վրա էր հենց Երուսաղեմի մեջ։ Եվ աստիճաններով քայլելու ընթացք պատկերացրեք, եւ երկու մարդ են բարձրանում։ Հնարավոր ամենամեծ կոնտրաստը մարդկային այդ ժամանակվա հրեա հասարակության մեջ արդարության տեսակետից ամենաարդարը փարիսեցին եւ ամենաանարդարը մաքսավորը։ Կոնտրաստ, երկուսը ամենաանարդարն ու ամենաարդարը բարձրանում են դեպի տաճար։ Ճիշտ ժամին են բարձրանում, աղոթքի ժամին։ Երբ որ զոհերը մատուցված են, երբ որ ամեն բան կատարված է, երկուսով բարձրանում են աղոթքի։ Երկուսն էլ ճիշտ նպատակ ունեն, Աստծուն բերելու իրենց սիրտը, երկուսն էլ ճիշտ վայրում են, ճիշտ ժամին են, բայց այդտեղ ավարտվում է բոլոր նմանությունները ու սկսում են տարբերությունները։ Բարձրանում է փարիսեցին եւ ինչպիսին է նա։ Մեր լեզվամտածելակերպի մեջ 1700 տարվա քրիստոնեության արդյունքում փարիսեցին արդեն վատ խորհրդանիշ է,
մենք փարիսեցի ասում ենք ու վատ կլիշեներ ունենք սրա շուրջ, մի հանգամանք է մեր առջև գալիս, որ Աստծուց հեռացած գործերով ինչ-որ կաղապարներ դնող, ծանր բեռներ դնող մի կերպար, բայց այդ ժամանակվա հասարակության համար սա սրբության խորհրդանիշ էր, արդարության խորհրդանիշ էր, մեկն էր, ով ամեն օր աղոթքի էր նվիրվում, մեկն էր, ով հին ուխտի գրված կանոնները փորձում էր լավագույնս պահպանել իր կյանքի բոլոր օրերին, ով ուշադիր էր իր ժառանգությանը, իր սերնդաբանությանը, ով ուշադիր էր իր բոլոր բառերին, ով ուշադիր էր իր բոլոր կերակուրներին, ում հետ է ուտում, ում հետ է բարևում, ում չի բարևում, ամեն ինչին ուշադիր էր։ Այսպիսի մարդ էր, ով որ իր հագուստին, իր վրա գրվածներին, իր տանը դրվածքին, ամեն ինչին ուշադիր էր, փարիսեցի էր։ Փարիսեցին առանցին կանգնած, այս պատկերը թող ձեր առջև գա, ուրեմն տաճարում լիքը մարդիկ աղոթում են, բայց փարիսեցուն հատուկ տեղ են տվել, ինքը գնացել է սրբության սրբոցին ամենամոտը և առանցին է, որ հանկարծ իր մոտ մեղավոր մեկը կանգնած չլինի, հանկարծ իրան մեկն ու մեկը իր մեղավոր վիճակով, մեղավոր հագուստով չպղծի, առանձնացված, հատուկ դիրքով, վստահ, գեղեցիկ, զորացած, ձեռքերը վեր պարզած, աչքերը վեր հառած, իրեն հանգիստ զգալով, իրեն օրհնված զգալով, որպես ցուցիչ սրբության և արդարության սկսում է աղոթել։ Շատ կարճ աղոթք է նկարագրում Հիսուս։ Ընթերցենք այս աղոթքը։ Փարիսեցին առանցին կանգնած այս աղոթքն էր անում. Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից։ Սկիզբը խոստումնալից է, չէ՞, ուղղված է Աստծուն և շնորհակալություն կա մեջը։ Մի քանի բառ են ընդամենը։ Եվ ինչի համար է շնորհակալ, որ ես ուրիշ մարդկանց պես չեմ։ Ուշադիր եղեք այս ես երևույթին։ Ընդամենը 14 բառի մեջ 5-ը դեպի իրեն է, ես է։ Աղոթքի գրեթե կեսը իր մասին է, ով Աստվածով սկսեց, բայց մնացած ամբողջը իր մասին է։ Դրա համար ասում է փարիսեցին առանցին կանգնած, հունարենում այս երևույթը կա, որ ինքն իրեն այս աղոթքն էր անում, այսինքն կարծես ինքը դեպի իրեն էր այս աղոթքը ուղղում, ասում է ով Աստված, բայց մնացած ամբողջը իր մասին է, ես այսպիսին չեմ, ես այսպիսին չեմ, ես նման չեմ սրան, ու սկսում են համեմատությունների շարքերը։ Ու շատ լավ օրինակ ունի մատնացույց անելու, շատ լավ օրինակ ունի համեմատվելու, շատ լավ օրինակ ունի ինչ-որ մեկին գտնելու, որ իր չափանիշով, իր որոշած չափանիշով իրենից նվազ է։ Ես եկեղեցի եմ գնում, ես աղոթում եմ, ես ծոմ եմ պահում, ես տասանորդ եմ տալիս, ես ծառայում եմ, ես Աստվածաշունչ եմ կարդում, ես մենիկվա եմ անում, ես ուրիշներին չեմ վնասում, չեմ հափշտակում, չեմ գողանում, ես այսպիսին եմ, ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ես այդպիսին եմ։ Մենք էլ ենք հաճախ այսպես սկսում, մեզ արդարացնել, համեմատել ուրիշների հետ ու տեսնել, որ մեր շորերը մի քիչ ավելի մաքուր են, քան մյուսներինը։ Մեր արդարության չափանիշը, որ մենք ենք սահմանել, մի քիչ ավելի տոկոսային հարաբերությամբ բարձր է, քան ուրիշներինը, ուրեմն մենք լավ ենք, ուրեմն մենք արդար ենք։ Եվ դրա համար Հիսուս առակի նկարագրությունը սկսում է ոմանց էլ, որոնք համոզված էին, որ իրենք արդար են արտահայտությամբ։ Ով Աստված, որքան շնորհակալ եմ, որ ես այն մեկի նման չեմ, այս մեկի նման չեմ, այսպիսին չեմ, այնպիսին չեմ։ Սա աղոթք էր, որ ուղղված էր ոչ թե Աստծուն, այլ եսին։ Եսն էր դարձել Աստված։ Եսն էր դարձել փառաբանության առարկա։ Եսն էր դարձել գովասանքի առարկա, իր որոշած չափանիշի համաձայն։ Երկու մարդ նույն տաճարում էին, երկու տարբեր սրտեր էին այդ նույն տաճարում։
Փարիսեցու աղոթքը ամենևին էլ Աստծո մասին չէր, այլ իր մասին էր։ Եվ երբ որ մենք սկսում ենք համեմատվել, մենք հենց այդ իրավիճակում սկսում ենք փարիսեցի դառնալ։ Երբ որ մենք սկսում ենք համեմատվել անհավատների հետ, մեր հարևանների հետ, եկեղեցու տարբեր անդամների հետ, որոնք մեր կարծիքով ինչ որ հոգևոր պատերազմում տապալված են, ինչ որ իմաստով նվազ արդարության չափանիշներ ունեն, մենք հենց այդ իրավիճակում ուղղակի փարիսեցի ենք դառնում այդ բառի վատ իմաստով, մեր քրիստոնեական կլիշե վատ իմաստով, որովհետև Աստված մեզ չի կանչում համեմատվելով արդարանալ, Աստված մեզ կանչում է առանց համեմատության, ինքնախոստովանությամբ ուղղակի ասելով, որ ես պիղծ մարդ եմ, պիղծ շուրթերով մարդ եմ, պիղծ ժողովրդի մեջ, ողորմիր ինձ, ինչպես Եսային Աստծո հետ հանդիպելուց հետո աղոթեց։ Իր սրտի դիրքը առանց որևէ ինքնաարդարացման վերեց Աստծո առջև։ Փարիսեցին երկար ցանկ ունի, շատ մեծ ու լավ գործերի։ Եթե Աստծո խոսքը պահանջում էր տարին մեկ անգամ ծոմապահություն անել միայն քավության օրվա առթիվ, ինքը շաբաթական 2 անգամ էր ծոմապահություն անում։ Եթե Աստծո խոսքը պահանջում էր բերքից 10-րդ տալ, տաճարի որոշակի տուրք տալ, փարիսեցին ասում է իր ամբողջ եկամուտից գնացող եկող ամեն ինչից է ինքը 10-րդ տալիս։ Եվ այդ ժամանակվա գրությունները վկայում են, որ փարիսեցին եթե նույնիսկ գետնին մի փոքր դրամ էր գտնում ընկած, դրանից էլ էր 10-րդ տալիս։ Ինքը Հիսուս հիշեցնում է, որ համեմունքներից 10-րդներ են տալիս, բայց կարևորագույն օրենքները, խղճի օրենքները, ծնողին հարգելու, պատվելու օրենքները զանց են առնում, վստահելով տված 10-րդի իրականությանը, ոչ թե Աստծո խոսքի բուրս ու պահելուն։ Ուրեմն այս երկու մարդկանց ներկայացնելով Հիսուս արդարության եւ փրկության երկու տարբեր աստվածաբանություն է մեր աչքի առջև բերում, որ բոլոր կրոններում շատ հստակ կան, բայց միայն քրիստոնեությունն է իրական ճանապարհը ցույց տալիս։ Մարդկային պատմության ընթացքում բոլոր տեսակի կրոնական համակարգերը սովորեցնում են, որ այս արա, այն արա, այսպես արա եւ միգուցե մի քիչ ավելի լավ դիրք կունենաս։ Աստծո ուզած, ինչ որ անունով Աստծո ուզած, այս ինչ բաներն արա, զոհեր մատուցիր, այսպիսին եղիր, այնպիսին եղիր, եւ միգուցե մի քիչ ավելի քո արդարությունը լավը կլինի, Աստված ավելի բարեհաճ քեզ կնայի։ Հիսուս այստեղ տապալում է ամբողջ այս մտածելակերպն, ասելու, որ որևէ գործերով արդարանալու ճանապարհ գոյություն չունի։ Եթե որևէ տեսակի գործերով հնարավոր լիներ արդարանալ, ազգի համար կյանքը տալով, ապրելով ամենախոնար ու նվիրող դիրքով, ինչ ուզում եք տա անունը դրեք։ Եթե դա հնարավոր լիներ, պետք չէր լինի, որ Աստված այնպես սիրեր աշխարհը, որ իր որդուն, իր միածին որդուն տար։ Կլիներ մեկ այլ ճանապարհ դա անելու եւ փրկվելու, բայց չկա այլ ճանապարհ, որովհետեւ ոչ ոքի արդարությունը բավարար չէ Աստծո ուզած արդարությանը հասնելու համար։ Սա նման է, որ եթե ցատկելու մրցույթ լիներ, Սևանի այս ափից մյուս ափը ցատկելու մրցույթ։ Մենք կարող ենք ցատկել, մեկը 1 մետր, մեկը 3 մետր, մեկը լավ թափ հավաքի սպորտսմեն լինի 7.5, 8 մետր, բայց ոչ 800 մետր։ Միևնույնն է անհնար է լինելու։ Բայց ցատկելու մրցույթը պատկերացրեք, որ սեփական ուժերով ցատկենք եւ դեպի լուսին կամ դեպի փրկություն։ Դա հնարավոր չի։ Որքան էլ որ մենք լավ պատրաստված լինենք, մարդկայնորեն կարող է մեկս մյուսիցս մեր չափանիշներով, մեր համեմատությամբ մի քիչ ավելի անենք, բայց դա փրկության հետ կապ չունի։ Ուրիշ հարց է, որ երբ որ փրկված ես, եւ Հիսուսի մեկ այլ առակ դրա մասին էր, երբ որ փրկությունը վայելել ես, երբ որ փրկության շնորհը
քոնն է ու դու վստահել ես Քրիստոսին, դու սկսում ես գործել համապատասխան ձևով, ինչպես բարի սամարացու առակի մեջ նկարագրվեց։ Դու սկսում ես գործել չվստահելով քո շնորհներին, այլ վստահելով Աստծո շնորհին։ Նույն կերպ այստեղ այս երկու ծայրահեղ տարբեր մարդկային տեսակետից ծայրահեղ տարբեր մարդկանց օրինակը բերելով եւ իրենց ապոտքները բերելով Հիսուս ներկայացնում է կրոնական կլիշեներով հոգևոր տեսակետից մարդկային աչքերով նայված շատ կատարյալ մեկին, բայց ով իր սրտում իր գործերով ինքն իրեն համարում է արդարացած ու ցույց է տալիս, որ այս մարդը չարդարացած, իր նպատակին չհասած, սխալված, թիրախից հեռացած, այսինքն մեղքի մեջ ընկած հեռացավ տուն, բարձացավ տաճար վեհ ու փառավոր մարդկային տեսակետից, բարձացավ տաճար ինքն իրեն գովելով, բայց իջավ խոնարհված Աստծո տեսակետից։ Եվ սա Աստծո հավասարեցման հատվածն է, դրա համար առակը ավարտում է ասելով, ով ինքն իրեն բարձրացնում է, կխոնարհվի, իսկ ով ինքն իրեն խոնարհեցնում է, կբարձրացվի։ Այո, Մաքսավորը խոնարհեցնում էր ինքն իրեն։ Ինքը գիտեր, որ ինքը սխալ է, հասարակությունը գիտեր, որ սխալ է։ Բոլորի տեսակետից, մարդկային տեսակետից այս մարդը մեղավոր մեկն էր։ Մաքսավոր հիմիկվա մեր մտածելակերպով մաքսայինում աշխատող կամ ԴՀԿ-ի աշխատող մի մեկը չէր, այս երկու ֆունկցիաների միատեղումն էր, բայց ինչ էր անում, ինչ էր կատարվում։ Երբ որ Հռոմը գրավել էր հրեական պետականությունը, վասալական պետություն էր դարձրել, հարկահավաքությունը ինքնուրույն չէր անում Հռոմը։ Սա իրավունք էր, որ վաճառում էր տեղացիներին։ Ասում էր, դուք լավ գիտեք ձեր գյուղում ով ինչ ունի, ով ինչքան հարկ պետք է վճարի, քանի տղամարդ, քանի կին, քանի եզ, քանի քառակուսի մետր վարելահող կա։ Ուրեմն ես այդ գյուղի հարկահավաքությունը, այսինքն եթե գյուղից պետք է 10,000 հարկ հավաքեմ, ես ձեզնից 9,000-ն եմ պահանջում, 1,000-ն էլ ձեզ մնա, 10%-ը ձեզ, դուք հավաքեք այդ տեղի հարկը, բերեք ինձ տվեք։ Եվ մաքսավոր ասածը անհատն է, ով որ պետք է այդ գյուղի հարկը ինքը հավաքեր ու տաներ վճարեր Հռոմին։ Եվ պարզա, որ այն ժամանակ ոստիկանական համակարգ չկար, ինչպես պետք է հարկը հավաքեր, տնետուն անցնելով, ստիպելով, եթե ուշացրել է տոկոսներ դնելով, եթե թաքցրել է պատժելով, ուրեմն պետք է ունենար հերոսակախումբ իր նման դաժան, անաստված, բիրտ մարդկանց մի խումբ, որոնց հետ միասին կարողանում էր մարդկանցից իրենց ապրուստի վերջին կտորները պոկել ու տանել վճարել թշնամի պետության, վասալ դարձրած պետության։ Այսինքն շատ հստակ մաքսավոր ասածը ազգային տեսակետից դավաճան մեկն էր, ով որ թշնամու համագործակցողն էր, թշնամու հետ դաշինք կնքած և ազգի ռեսուրսները քամող թշնամուն վճարող մեկն էր։ Ամենաբիրտ ու կոպիտ ձևերով, ամենանվաստացուցիչ ճանապարհներով, և այս հերոսակախումբն էլ, որ ինքը ուներ, բնականաբար շատ գեղեցիկ կոկիկ մթնոլորտում ապրող խումբ չէր։ Նրանք մարդիկ էին, որոնք ամոթ ավուր կորցրած ամենավատ կյանքով էին ապրում։ Դրա համար, երբ որ փարիսեցին թվարկում, թե ինչեր չի անում, արդեն իր աչքի առաջ ունի այս մաքսավորին, որ այս ամենը անողն է, այս ամենի մարմնավորողն է ու կերպարն է։ Երբ որ Հիսուս սկսեց այս երկուսի պատմությունը, այս երկու առակի մեջ երկու ծայրահեղ տարբեր մարդկանց, այս պատկերը արդեն հստակ էր։ Բայց աստվածաբանորեն Հիսուս բերեց մի շոկային կետի, որովհետև բոլոր լսողները վստահ են, որ
հիմա մաքսավորը պետք է պատժված, նույնիսկ տաճարից իրան պետք է վռնդեին թույլեր չտային, որ աղոթեր, որտեղ այդպիսի կանոն կար, եւ միգուցե ինքը դրա համար հերվում, հեթանոսների խորանում կանգնած էր աղոթում, ի տարբերություն փարիսեցու, ով որ սրբության սրբոցի մոտ էր աղոթում։ Բայց վերջաբանը շատ շոկային է, Հիսուսն ասում է, լրիվ հակառակ բան տեղի ունեցավ, որովհետև այս մարդը իր գործերին չէր վստահել, որովհետև այս մաքսավորը հերու կանգնած, ասում է 13-րդ համարը, չէր կամենում աչքերը երկինք բարձրացնել։ Ինքը այնքան էր իր մեղավորությունը հստակ հասկանում, որ ամաչում էր Աստծուն նայել, ամաչում էր երկինք նայել, աչքերը խոնարհեցրել էր։ Ինքը ինչ էր անում, այլ ծեծում էր կուրծքը։ Սա սովորական երևույթ չի, սա խորագույն սքի դիրք է։ Խորագույն սքի դիրք է։ Մերձավոր արևելքում տղամարդիկ չեն ծեծում իրենց կուրծքը։ Սա միայն ծայրահեղ դեպքերում է։ Խորագույն սքի դիրք է։ Ինքը լրիվ ամբողջությամբ եւ խորապես դիտակցում եւ հասկանում է իր ընկած լինելը, իր մեղավոր լինելը։ Դրա համար ծեծում է կուրծքը։ Եվ ինչ էր ասում, շատ կարճ աղոթք, ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Ով Աստված, ողորմիր, այսինքն քավություն արա, այսինքն դու ծածկիր, այսինքն քեզ եմ վստահել միայն, այսինքն միայն դու կարող ես ծածկել, փակել, քավել, վճարել, եւ ես մեղավոր եմ ու արդարացում չունեմ։ Այս ծայրահեղ կոնտրաստային իրավիճակում ամենամեղավոր մարդու ու մարդկային տեսակետից ամենաարդար մարդու աղոթքների մեջ մեկը ծայրահեղ վատ մեղքի մեջ էր, որովհետև ինքն էր իրեն Աստված դարձրել։ Փարիսեցին, որ ամենալավը պետքա ճանաչեր Աստծուն եւ արտաքին կրոնավորության բոլոր լավագույն ձևերը պահում էր, նաեւ պահվածից կրկնապատիկ ավելին, ինքը ընկել էր կռապաշտության, եսապաշտության մեծագույն մեղքի մեջ էր, ինքն իրեն էր պաշտում։ Այս գործերի արդյունքում գործերը իրեն տարել էին ինքնարդարացման ճանապարհին եւ ինքնարդարացման ճանապարհի ավարտը եսապաշտությունն է։ Եվ ինքը կործանված գնաց տաճարից։ Իսկ մեղավոր ամենավար հատվածում հայտնված մեկը լրիվ մի կողմ էր թողել։ Միգուցե ինքը կարող էր համեմատվել, ասել, այ ես այն մի փարիսեցուն այն օրը զիջեցի, իրենից գումարը չվերցրեցի, կարող էր համեմատվելով ասել, ես այսինչ լավ գործն եմ արել, ինչ մի խեղճ ընտանիքի պաշտպանել եմ, չեմ ունեցվածքը վերցրել։ Կարող էր ասել, ես գիտեմ, որ այս ինչ փարիսեցին օրը 7 անգամ սուտ է խոսում, ես օրը 3 անգամ եմ սուտ խոսում։ Համեմատելու շատ բաներ կարող էր ունենալ։ Կարող էր ասել, որ այն ինչ գյուղի հարկահավաքը ինձնից 10 անգամ շատ մարդ է։ Ու տենց, ու մենք էլ ենք այդպես։ Բայց ինքը չուներ համեմատվելու որևէ եզր, որովհետև իր աստվածաբանության մեջ ինքը հասկանում էր, որ միայն շնորհով, միայն ողորմությամբ, միայն Աստծուն վստահելով կարող է փրկվել, եթե սիրտը իսկապես խոնարհությամբ, ամբողջությամբ բացի Աստծո առջև եւ Աստծո ողորմությանը հանձնվի։ Մաքսավորը հենց այդպես էր անում, դրա համար Հիսուսն ասում է, աչքերը չեր երկինք բարձրացնում եւ կուրծքն էր ծեծում եւ ասում էր, ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս։ Եվ Հիսուս վերջին մեղն է մեղում այս պատմության շոկային մեղը, ասում եմ ձեզ, որ մաքսավորը արդարացած իջավ իր տուն։ Մաքսավորը, այս մեղավորը, այս հանցավորը, այս դավաճանը, այս պղծվածը արդարացած իջավ, ընդամենը 3 բառ էր իր աղոթքը, բայց Աստված սրտին էր նայում։
աղոթքի ֆորմուլաները կարևոր չեն սիրելիներ։ Անգիրած առած աղոթքներով չի, որ Աստված մեր սրտին է նայում։ Ոչ էլ դրա հակառակը անպայման մեր հորինած աղոթքը լինի։ Աստված իսկապես սրտին է նայում։ Աստված մեր աստվածաբանությանն է նայում այն իմաստով, թե արդյոք դա գործերով արդարանալու աստվածաբանություն է, թե փրկությանը վստահելու աստվածաբանություն է։ Ղուկաս 18-րդ գլխում Հիսուս շարունակում է երկու դրվագ ներկայացնել այս նույնը ապացուցելով։ Հենց որ այս առակը ավարտում է, Ղուկաս ավետարանին չներկայացնում է մանուկների պատմությունը, որոնք բերվում էին Հիսուսի մոտ, իսկ աշակերտները տեսնելով սաստում էին, թույլ չէին տալիս, բայց Հիսուս մանուկին իր մոտ կանչեց ու ասաց. թույլ տվեք մանուկներին ինձ մոտ գան եւ մի արգելեք նրանց, քանի որ Աստծո արքայությունը այսպիսիներին է, ճշմարիտ ասում եմ ձեզ, ով Աստծո արքայությունը ինչպես մի մանուկ չընդունի, նա այստեղ չի մտնի։ Այս անկեղծ հավատքով, պարզությամբ, Աստծուն վստահելով, դեպի Աստծուն գնալու փափագով եւ Աստծուն վստահելով հավատքի մասին է ներկայացնում։ Երբ որ Հիսուս այրի կնոջ առակի ավարտին ասում էր, արդյոք հավատք կգտնեմ, երբ որ վերադառնամ, այսպիսի հավատքի մասին էր ասում, փրկող հավատքի մասին էր ասում։ Դրանից հետո Ղուկաս ավետարանիչը ներկայացնում է եւս մի պատմություն մեծահարուստի մասին, որը նույնպես փարիսեցի էր։ Մի իշխանավոր հարցրեց նրան ու ասաց. «Բարի վարդապետ, ինչ անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ, նորից գործերով, ես ինչ անեմ, որ ժառանգեմ, ես ինչ քայլերի հերթականություն ունեմ, որ ժառանգեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Ինչու ես ինձ բարի անվանում»։ Եկավ նախ հստակեցնելու, որ եթե ես քո համար վարդապետ եմ, ուրեմն նախ դու պետք է հասկանաս, որ ոչ մի մարդ բարի չի, ոչ մի մարդ արժանի չի։ Եթե ես քո համար Աստված եմ, այլ է կարգավիճակն ու չափանիշը։ Եվ այս ամբողջ զրույցը դու գիտեք, այս պատանին երիտասարդը, որ հարուստ էր, որ սինագոգի ղեկավար էր, վստահ էր, որ ինքը բոլոր օրենքները կատարելապես պահում է։ Մանկությունից է պահել։ Հիսուսը իրեն ասաց. «Դե ուրեմն գնա աղքատներին բաժանիր ունեցվածքդ, քանի որ մեծահարուստ ես»։ Եվ սա է պատվիրաններից մեկը, մերձավորին ճիշտ ձևով սիրելու, բարի սամարացու նման սիրելու դրվագներից մեկն է։ Գնա դա էլ արա։ Եթե փողը քո կուռքը չի, դու պատրաստ ես Աստծուն սիրել քո ամբողջ ունեցվածքով։ Եվ գիտենք, որ երիտասարդը տրտմած հեռացավ, քանի որ չափազանց հարուստ էր։ Հարստությունը այն ցուցիչը դարավ, որ արդյոք ինքը իսկապես Աստծուն է սիրում, թե ինքը իրեն է սիրում, իր գործերն է սիրում։ Եվ դրանով ապացուցվեց, որ ինքը ոչ մի բան էլ չէր պահել Աստծո խոսքից։ Ու դրան շարունակում է 24-րդ համարից ուսուցումը։ Հիսուսը նրան տրտմած տեսնելով ասաց. «Ինչքան դժվարությամբ Աստծո արքայությունը կմտնեն նրանք, որոնք հարստություն ունեն։ Ավելի հեշտ է, որ ուխտը ասերի ծակով անցնի, քան հարուստը Աստծո արքայության մեջ մտնի։ Եվ նրանք, որ լսեցին, ասում էին. իսկ ով կարող է փրկվել։ Նա ասաց. ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է»։ Տեսեք, որ ամբողջ 18-րդ գլխի բոլոր պատմությունները հյուսվում են սրա շուրջ։ Փրկության հնարավորություն կա։ Հնարավոր է փրկվել, բայց ոչ մարդկային արժանինքներով, գործերով ու ձևերով։ Մարդու համար անհնար է, բայց Աստծո համար հնարավոր է։ Փարիսեցին սա չէր հասկացել։ Ինքը աղոթում էր ինքն իրեն, ինքն աղոթում էր իր գործերը գովաբանելով, ինքը վստահ էր, որ արդար է, բայց գնաց տապալված։ Մյուս ծայրահեղության մեջ ամենաանարդարը մարդկային տեսակետից գիտեր, որ անարդար է ու գիտեր, որ մարդկային որևէ գործերով չի կարող փրկվել։ Վստահեց միայն Աստծուն եւ Հիսուսն ասեց. ինքը գնաց արդարացած։ Սիրելիներ, մենք ունենք
միստակ աստվածաբանություն, միայն շնորհով, միայն Քրիստոսի հետ, միայն Քրիստոսի արյան արժանիքով մենք կարող ենք փրկագնվել եւ լինել Աստծո արքայության մեջ, մանուկի պես սիրելով, հավատալով ու վստահելով մեր Փրկչին, մեր Տիրոջը, մեր Քրիստոսին։ Ամեն։